Սերն էր թող Աստված փառավորվի մեր բոլորի կյանքում։ Ես ուզում եմ մի Երեմիայի մարգարեության միջից կարդալ մի երկու խոսք եւ հետո Կորնելիոսի օրինակով եղբայրներ քույրեր վերջացնել։ Այստեղ ուրեմն գրված է այն մասին, Աստծո փափագի մասին, թե նա ինչպես է մեզ վերաբերվում, մեր նկատմամբ Աստված ինչպեսի փափագ ունի եղբայրներ քույրեր։ Նա մեր նկատմամբ փափագ ունի սիրո հայրական գտով լցված, քաղցրությունով լցված, եւ մեզ համար հարց է տրվում ավետարանի մեջ, Աստվածաշնչի մեջ, եւ ինքը այդ մարգարեության տողերի մեջ ասում է հետեւյալ խոսքերը Երեմիա 3:19. Ասում է. բայց ես ըսի, քեզ ինչպես որդիներուս մեջ տնեմ, եւ քեզ այն ցանկալի երկիրը ազգերուն խիստ գեղեցիկ ժառանգությունը տամ։ Ուսեցի, ինձ հայրին պիտի աղակես, և ինձ հետևել են հետ պիտի չթարնաս։ Ոչնալ լինի Տիրոջ անունը սերներ։ Ուրեմն Աստված հարց է տալիս մեզ արտահայտելով իր փափագը, իր ներքին հայրական ցկտում է, և իր սերը հայտնելով մեր նկատմամբ, և այդ փափագի մեջ արտահայտվում է ուղղակիորեն, ասելով հետևյալը. Քեզ ինչպես իմ որդիներից մեջ տնեմ։ Եղբայրներ քույրեր, կարևոր խնդիր է մեր ամեն մեկի հարցը, որը եղել է ոչ թե ինչ որ հենց հիմա է ծագել, այլ այդ հարցը եղել է Աստծո արշության հենց սկզբերից, եղբայրներ քույրեր։ Բայց այդ հարցը լուծել է միայն Տեր Հիսուսը։ Հիշում եք, չէ՞ ինչ ասեց ավետարանի մեջ իր առաջի թղթի մեջ Հովհաննես առաքյալը, ասեց հետևյալը. Յուրայիններին եկավ, բայց յուրայինները զինք չընդունեցին, բայց որոնք որ զինք ընդունեցին, անոնց իշխանություն տվավ Աստծոյ, որդիները լալու, որոնք հավատան իր անվանը, որոնք ոչ այրունե, ոչ մարդու կամքի, ոչ մարմնի կամքի, ապա Աստծո ծնան։ Տեսնում եք, եղբայրներ քույրեր, նա ուղարկում է իր որդուն եւ պայմանը, որ մենք լինենք Աստծո զավակներ, միայն սրանում է կանում, որ մենք իրան հավատանք եւ ընդունենք։ Եվ դու երկնքից կստանաս այսօր ստեղ սերներ իշքան ծանր է, երբ որ մարդիկ պասպորտ են հանում, քաղաքացիություն են ստանում, բայց Աստված իր որդու սուրբ այրունով ծրիապես մեզ տալիս այն, ինչը մենք ընդհանրապես հույս չէինք կարող ունենալ ստանալու, որդեգրություն ամենակարող Աստծո մոտ, լինելու համար իր զավակը եւ ապրելու համար այս երկրի վրա որպես Աստծո զավակ ու ոչ թե աշխարհի, ոչ թե մեղքի ծառա, այլ Աստծո ծառա եւ արդարության ծառա։ Եղբայրներ քույրեր, եւ այստեղ շեշտում այն մասին ասում է, քեզ ինչպես տանիմ այդ փրկության երկիրը, ուրեմն ընդունեմ իմ որդիներից մեջ, դրանով չի սահմանափակվում, այլ նաեւ տանեմ այն երկիրը, որտեղ ես պետք է լինեմ։ Եվ ասում եք, ազգերը գեղեցիկ ժառանգություն ազգերու, խիստ գեղեցիկ, չի ասում գեղեցիկ։ Ու ինձ հայր իմ պիտի աղաղակես, միայն մեկ պայման կա, հայրին աղաղակե, այսինքն ճանաչիր նրա սերը քո նկատմամբ, նրան ընդունիր որպես հայր, ընդունիր նրան որպես հայր, եւ դու եւ ասում եւ ինձի հետևել են, հետ պիտի չդառնաս։ Ուրեմն Աստծուն ընդունենք որպես հայր, եւ դա բավարար միջոց է, բայց դա հավատքը պետք է մեզ թույլատրի։ Հավատքի զորությունով, եղբայրներ քույրեր, ասում է, ովքեր որ հավատացին նրա անվանը եւ ընդունեցին նրան, նրանց իշխանություն տվավ Աստծոյ որդիներ լալու։ Հիմա այդ հավատքը մեզ պետք է մոտեցնի Հիսուսին։ Այդ հավատքը ասում է միայն մեկ բան, ասում է հավատա, որ Աստված քեզ համար իր որդուն տվել է, մեր եղբայրները խոսեցին։ Մեզ համար տվել է իր սիրելի միածին որդուն, նա մատնել է մեզ համար։ Այն էլ ամենածանր չարչարանքներու մանվան, եղբայրներ քույրեր։ Նա տվել է, որպեսզի մենք որդեգրվենք։ Նա տվել է, որպեսզի մենք փրկություն ունենանք։ Սա է հավատքը, որ մենք հավատանք այն ինչին իմ մարդկային միտքը չի հասնում, նա չի ընկալում, նա չի կարող հավատալ իմ մարդկային միտքը, բայց կա ընդամենը մեկ խոսք, Աստծո սիրո խոսքը, ճշմարտության խոսքը, այն Սուրբ Հոգու վերաբերյալ, որ այսօր մենք ոտքի վրա կանգնած երկեցինք, եղբայրներ քույրեր, նա է մեզ բացողը, Աստծո ճշմարտության ճանապարհը, Աստծո սերը, քաղցրությունը, նաև Աստծո փափագը մեր նկատմամբ։ Հիմա եղբայրներ քույրեր,
Եթե Աստված մեզ համար փաբագ ունի որտեղ գերելու եւ մեզ իրան մոտեցնելու, ասում է Իրանին նրան ում որ Աստված կնդրե եւ իրան կմոտեցնե։ Երանի է տալիս այդ մարդուն, որ ընտրում է Իրան է մոտեցնում։ Դուք մենք մտածեք, թե այստեղ մենք գտնվել ենք ուղղակիորեն հենց այնպես, ոչ մենք ուղղակիորեն այստեղ հենց այնպես չենք գտնվել, պատական չէ եղել մեր այստեղ գալը, դրա մեջ կա Աստծո սիրո զորությունը, Աստծո Սուրբ Հոգու ներգործությունը, որ մեզ Աստված կամեցել է հայտնել իր որդու սերը եւ մեզ առաջնորդել այստեղ։ Փրկության օրվա համար սիրելի եղբայրներ, քույրեր։ Եվ մենք գիտենք, որ Տեր Հիսուսը երբ որ Տեր Հիսուսին խնդրեցին, թե ինչպես աղոթք կանենք, Տերը ինչ ասեց, ասեք, ով հայր մեր, ոչ երկնքում ես։ Այսինքն գիտակցել, որ մենք մենակ չենք այս երկրի վրա, այսօր չկա իմ հայրը, չկա իմ մայրը, բայց ես ունեմ մեկ երկնային հայր երկնքում, եւ նրան ես ճանաչում եմ որպես հավիտենական հայր, որպես իմ հոգու հավիտենական փրկիչ Աստված եւ արարիչ եղբայրներ, քույրեր։ Եվ դրա համար ինքը ասում է, որ դու գիտեցի, որ դու մենակ չես, հապա երկինքը քեզ համար կա եւ այնտեղ դու ունես մեկ երկնային հայր։ Եվ դու նրան պետք է ասես հայր իմ, եւ անիկա պիտի կատարի քո ցանկությունը, քո խնդրանքը, քո կարիքը, ինչպես այսօր եղբայրները շատ շեշտեցին։ Եվ դու նրան իմ հայրս ես պետք է աղակես, պատկերացնեք ունենանք իրականում մեր սրտում նրան, որ ամենակարող է։ Եթե ես կարողանամ ամեն բան անել, եղբայրներ քույրեր, եթե այստեղ եղբայրներ կան, որոնք որ սիրով լսված են, նրանք շատ կուզենան ամեն մեկիդ համար, ամեն ստեղ ներկա գտնվող համար մի բարի բան անել, լավ բան անել, նրանց օգնել, իրան նեղությունից անել։ Եվ մենք նրանց կնայենք եւ կհավատանք այդպեսի մարդու։ Մենք բոլոր եղբայրների մեջ կա այդ սրտի ցանկությունն ու փափագը, բայց ինքներս ենք կարիքի մեջ։ Ինքներս ենք նեղության մեջ, հադանկան մեջ երկրավոր տգարություններից։ Ինքներս ենք մենք հավատքի կարիք երբեմն տեղ կա, որ մենք էլ ունենք սովորել, բայց մենք ունենք հայր, որը ամեն բան կարող է անել, եւ նրա սրտի փափագ հենց այդ անելն է, եղբայրներ քույրեր։ Որովհետեւ մենք այստեղ երկրի վրա որբ չլինենք, եղբայրներ քույրեր, գիտենանք, որ երկնքում հայր ունենք, դրա համար Տեր Հիսուս ասեց, աղոթեք ով հայր մեր, առաջի խոսքը աղոթքի, ով հայր մեր, քո անունը սուրբ լինի։ Եվ քո արքայությունը կա, ոչ թե մեր արքայությունը մեր ուզածը լինի, հապա Աստծոյի արքայությունը կա եւ իրական կլինի, եղբայրներ քույրեր, ամենասուրբ աղոթքն է։ Աստծո կամքը լինելու աղոթքը ամենասուրբ, ամենաբարձր աղոթքն է, որը մեզ անմիջապես կապում է Տիրոջ հետ։ Խնդրում է ամենաբազորյա հացը եւ մենք գիտենք, որ մեր հացը տվող Աստված է։ Համբարձում եղբայր հենց սկզբից այդ մասին շեշտեց, որ ոչ թե մենք ենք այդ հացը աշխատում կամ էս հագուստը ձեռք բերում, եղբայրներ քույրեր, այլ Աստված է տալիս։ Եթե Աստված չկամենա, ոչ մի բան չի լինի, եղբայրներ քույրեր։ Իրականում այդպես է, եւ Տերուսն ասեց, թե եթե ես ձեզ հետ չնեմ, դուք ոչ մի բան անել չեք կարող։ Աստված եթե ողորմություն չանի, մենք իրականում ոչ մի բան չենք կարող անել։ Սակայն այստեղ կա մեկ կարևոր խնդիր էլ։ Գիտեք, ինքը մեր նկատմամբ այդպեսի սիրալիր վերաբերմունք ունի, որով կարող է լուծել ամեն հարց, բայց այստեղ նաև երկրորդ գլխի Երեմիայի երկրորդ գլխի 35-րդ խոսքում ասում է հետևյալ խոսքերը. ես քեզ հետ դատ պիտի վարեմ, ես մեղք չգործեցի սենուտ համար։ Ուրեմն Աստված ուզում է, որ միանգամից մեզ փրկի մեր մեղքերից, մեզ ազնվորությունը փրկություն պարգևի, բայց միևնույն ժամանակ, եղբայրներ քույրեր, նա ասում է, թե ես քեզ հետ դատ պետք է վարեմ, մեղք չգործեցի սենուտ համար։ Կա ստեղ մեկը, եղբայրներ քույրեր, որ մեղք չի գործել։ Չկա այդպիսի ազնվորություն։ Եվ համբարձում եղբայրներ խոսեց, թե հնարավոր է մենք ճիշտ լինենք, բայց ճշմարտությունից հեռու լինենք, եղբայրներ, հեռու լինենք այդ ճշմարտությունը, մենք հակառակ լինենք այդ ճշմարտությունից ընդունած չլինենք։ Սակայն եղբայրներ քույրեր, ձեր ասեմ հետևյալը, որ իրականում Աստված ստեղ խոսք է բացում այս խոսքերի մեջ մեր ապաշխարության վերաբերյալ։ Որպեսզի մարդը ճանաչի իր մեղավոր բնույթը եւ ապաշխարության զրկման խոսք ասի, ինչպես մեղավոր որդին ասեց, հայր մեղանչեցի ինքի դեմ եւ քո առջև հետ, այլևս արժանի չեմ քո որդի դսվելու, ինձ քո վարսկաններից մեկին պես era։ Նա համաձայն էր արդեն իրական որդին էր, բայց իր հորտան մեջ ինքը ուներ հորտան հացի կարիքը եւ այդ հացը ստանալու համար, կենաց հացը ստանալու համար իր համար ինքը վերադարձավ իր հորտունը, միայն հացի համար։
Եթե նա սոված չներ, նա չէր մոտենա։ Այսօր մենք եկել ենք Տիրոջը, ոչ թե գրավոր հացի համար, որ Աստված մեզ առատորեն տվել է, այստեղ բոլորի տունը ինչքան ուզենք հաց կա, եղբայրներ, քույրեր, բայց կա նաև մեկ հաց, որից մենք երբեմն քիչ ենք օգտվում, որի համար Տեր Հիսուսը ասաց հետևյալ խոսքերը. թե մարդ ոչ միայն հացով կապրի, այլ նաև ամեն խոսքով, որ կերնի Աստծո բերանից։ Եվ այստեղ է դրա համար ինքը ասում է, ես քեզ այդ տատ պիտի վալեմ, ես մեղք չգործելու ըսելու համար։ Եվ Հովհաննես Մկրտիչը ասում է, Հովհաննես Արաքյալը ասում է իր թղթերի մեջ, ով որ գսե մեղք չգործեցի, սուտ կզրուցե եւ անոր մեջ ճշմարտություն չկա։ Աստված ուզում է, որպեսզի մեր մեջ լինի այդ ճշմարտությունը, այն կյանք, այն խաղաղությունը, որը միայն ինքն է բերել Հիսուսի խաչի զորությունով մեզանից ամեն մեկի համար։ Եվ ուզում եմ խոսքը ուղղել մեր համար շատ քաչ հայտնի այս գործկարակելություն մեջ գրված Կորնելիոսի վերաբերյալ։ Կորնելիոսի մասին սերներ գրված հետևյալ, որ Կեսարիայի մեջ մարդ մեկար Կորնելիոս անունով հայրապետ, իտալացի կոչված Քունդեն, բարեպաշտ ու աստվածավախ իր բոլոր տուներով, որ ժողովրդին շատ ողորմություններ կուտար եւ ամեն ատեն Աստծոյ աղոթք կներ։ Ավետարը նրան ներկայացնում է արդար եւ աստվածապաշտ, բայց իհարկե նրա սրտի մեջ այդպես չէր, եղբայրներ, քույրեր, ինքը կարիք ուներ Աստծո ճշմարտության, ինքը կարիք ուներ Աստծո ներկայության, Աստծո ճշմարտության, եւ ինքը չէր համարում, թե իր կյանքում ինքը ուներ ամեն բան, նա հայրապետ էր, ուներ իշխանություն, ուներ հարստություն, եղբայրներ, քույրեր, ծառաներ, ուներ զինվորներ, ուներ իր հրամանի տակ, եւ ինքը կարծես երկրավոր բանի կարիք չուներ։ Բայց իր սրտի մեջ կար մեկ կարիք, Աստծո ճշմարտություն, Աստծուն ընդունելու կարիքը, Աստծո ճշմարտության կարիքը, հայդոնեցված կարտաքին, ինչ որ ինքը ուներ, նրանք չէին բավարարում եւ չէր լստում նրա հոգեվոր աշխարհը, նա կարիք ուներ ուրիշ ավելի մեծ բանի, ավելի հավիտենական բանի ճշմարտության, Աստծո կյանքի լույսի եւ Աստծո ներկայության, որի համար ինքը աղոթք էր անում։ Եվ շեշտում է, պատկեր, եղբայրներ, քույրեր, նա հետանոց ազգի ներկայացուցիչ էր։ Այն ժամանակ, երբ որ մերժված էին հետանոսները Աստծո աչքերից, եւ եղբայրներ, քույրեր, հետանոսները, հետանոս էր, հայրապետ էր, եղբայրներ, քույրեր, ուներ իշխանություն, եւ պատկերացեք իր այդ հնարավորությունների մեջ ինքը ողորմություններ էր տալիս։ Ողորմությունը ոչ թե ողորմություն ինքը տալիս էր, որովհետեւ ինքը Աստծո հետ հաղորդակցվում էր շատ անգամ, եղբայրներ, քույրեր։ Եվ եթե ինքը ոչ մի բան չառներ Տիրոջից, ամեն ատեն աղոթք անել ինքը չէր կարող։ Բայց այստեղ շեշտում է, որ եւ ամեն ատեն Աստծոյ աղոթք կներ։ Մենք աղոթք կենենք ամեն ատեն, եղբայրներ, քույրեր։ Մենք նույնիսկ ինքներս մենք, որ ամեն ատեն, Տեր Հիսուս ասում է ամեն ատեն աղոթք կրեք, Արաքյալը ասում է անտատար աղոթք կրեք, բայց մենք չենք անում։ Բայց այս ազնվորությունը, որը Տեր Հիսուսին չէր ճանաչում, չգիտեր Աստծո ճշմարտությունը, եղբայրներ, քույրեր, բայց ինքը ուներ այդ ճշմարտության կարիքը, այդ արտարության կարիքը, այդ ողորմության կարիքը, որ Աստված պետք է տար, ինքը շատ ուներ։ Եվ հասկանում էր այդ բոլոր, Աստված նրան շնորհք էր տվել, այդ աշկիր է, ինչպիսի մարդ էր այդ ազնվորությունը, զարմանալի մարդ էր, եղբայրներ, քույրեր, ոչ մեկի մասին այդպիսի բան չկա գրված, բայց իր համար գրված է, որ նա շատ, չի ասում շատ ողորմություն, ասում է, եւ որ ժողովրդին շատ ողորմություն կուտար, եւ ամեն ատեն աղոթք կներ, Աստծո աղոթք կներ։ Ինչքան գեղեցիկ է ինչու, եղբայրներ, քույրեր։ Եվ մենք գիտենք պատմություն, ես չեմ ուզում ժամանակը երկարացնել, ինքը տեսնում է Տիրոջ հրեշտակին, Աստված ընդունում է նրա աղոթքները եւ հրեշտակը գալով ասում է, ինքը սկզբից խիստ վախենում է, որովհետեւ իր համար անհասկանալի բան էր հրեշտակ տեսնելը, ոնց կարող էր ինքը հրեշտակ տեսնել, եւ նրա աղոթքները, եւ նրա փափագը, եւ նրա կարիքը, եղբայրներ, քույրեր, Աստված փոխհատուցեց։ Նույնիսկ մենք չենք տեսել կենտանի հրեշտակ, ես երազի մեջ տեսել եմ, բայց կենտանի հրեշտակ չեմ տեսել, եղբայրներ, քույրեր, որտենց տեսան շատեր Արաքյալները, տեսան Մայրամը, մյուսները ովքեր որ Քեզմանի մոտ կանգնել էին, շատ շատերն են եղել, որ տեսել են, բայց եղբայրներ, քույրեր, նույնիսկ այդ թվի մեջ առաջին հայտնվել է հետանոս հայրապետը, եղբայրներ, քույրեր, եւ ասում է, քո աղոթները հրեշտակը գալով ասում է, մի վախնար, Կորնելիոս, անանցավ ու նայելով ու խիստ վախնալով սավ ինչ է Տեր հրեշտակ սավ քո աղոթները եւ քո ողորմությունները Աստծոյի առջև են անիշադակի համար։ Հիմա
Յոպե մարդիկ խրգե ու կանչե Սիմոն անունով մեկը, որ Պետրոս Մագանունյալ է, եւ անիգա բիժև յուր կկենա Սիմոն անունով կաշի պանողի մկով, որուն անունը ծովի մոտ է, ու երբ այն հրեշտակը, որ իրեն հետ խոսեր, վերջը, խրգե եւ կանչե այդ մարդուն։ Տեսնում եք, եղբայրներ քույրեր, ինչքան Աստված տեսնում է մարդու սիրտը, Աստված չի նայում արտաքինին։ Պետրոսը, պատկերացրեք հիմա էլ Պետրոսն է մտածում, որ կարող է հագրել, Պետրոսի վիճակը, իրանք հերաները չէին հաղորդակցում հետանոցների հետ, նրանց հետ հաղորդակցվել, հաց ուտել, նրանց հետ շփվել, հանկարել էր, իրավունք չունեին հերաները, բայց Աստված որպես այս գործը գլուխ բերի, առաջին ընտրել էր Պետրոսին այդ խոսքը կատարելու համար, եւ երկրորդ եղբայրներ քույրեր, ինքը Պետրոսին ցույց է տալիս մի տեսիկ, եւ այդ տեսիքի վերջում, եւ չեմ կարդա այդ մասին, ինքը ասում է, Պետրոսին ասում է, ելիր մորթու կեր, բայց Պետրոսը ավքավլիցի տեր, ոնց ես ամենևին պիղծ կամ անմաքուր բան կերած չեմ, նորեն ցայն եկավ իրեն զայն, որ Աստված մաքրեց, դուն պիղծ միս է բեր։ Այսօր իշքան մարդիկ կան, որոնց որ Աստված կարող է մաքրել, կարող է ողորմություն անել սերներ, կարող է օրհնություն բերել սերներ, իշքան մարդիկ կան, որոնք որ մենք կարող ենք նրանց համբարձումը խոսեց, թե բոմժերի հետ կապված, թե մենք մեզնից բոլորիս աղբանոցից են Տերը կարծես թե հանել եւ իրան է մոտեցել։ Ճիշտն ասած համբարձում ջան, ես էլ եմ այդ կարգին եղել, թե ես էլ եմ այդ մարդը, որ Տերը մեզի հանել է աղքատությունից, նեղությունից, դժվարությունից, աղբանոցից եղբայրներ քույրեր եւ մոտեցել է իրան որպես իր զավակը։ Ոտեցել է իրան եղբայրներ, կապ չունի թե ում հետ ես նստած, բայց դու այսօր Աստծո զավակ ես, Հիսուսի հավատքի համաձայն։ Եվ այստեղ երբ որ Պետրոսը գալիս է, նույնիսկ այդ ազնվորությունը այնքան խոնարհություն ունի Աստծո նկատմամբ, այնքան կոտրվածություն ունի Աստծո սերը գնահատում է, երբ որ Պետրոսը ներս է մտնում եղբայրներ քույրեր, ասում է, տեսեք ինչ է անում նա։ Երբ Պետրոս ներս մտավ Կորնելիոս անոր թեմը ելավ ու անոր ոտքի ինալով երկրպագություն կներ։ Հարյուրապետ մարդ է, Պետրոսը հասարակ ազնվորություն է, ընդամենը ծգնորս է եւ այն էլ անուս եղբայրներ քույրեր։ Ես եմ ոչ թե լավ հագնված, ինչպես այսօր մենք, ինչ հագնված պետք է ներ Պետրոսը, բայց նա գնահատելով Աստծուն այդքան խոնարհություն է ցուցաբերում Պետրոսի նկատմամբ եղբայրներ քույրեր։ Այսօր մենք իհարկե, եթե հետանոց հարյուրապետը կարող էր այդքան խոնարհվել Աստծո խոսքը իր մատակարարողի առջև, մենք էլ պետք է ունենանք խոնարհություն մեր ավակ եղբայրների նկատմամբ, մեր եւ վախ եւ ակնածանք, որտեղ Աստված ամեն բան տեսնում է։ Եվ հետաքրքիր է, երբ որ Պետրոսը խոսեց, ես ուզում եմ կարդալ վերջի տողերը, թե Պետրոսը ինչ է խոսում եւ ինչ է կատարվում։ Ասեմ Աստված Զանիկա երրորդ օր հարուցանեց եւ հայտներավ Զանիկա, ոչ թե բոլոր ժողովրդին, հապա մեզի նախապես Աստծոմե վկայելալ ընտրվածներից, որ իրեն հետ կերանք ու խմեցինք, ալ անոր մերեններեն հարություն առնել են ետքը։ Պետրոսը ներկայացնում է Հիսուսի խաչելություն եւ հարությունը, եւ որ ինքն էլ վկա եւ նրա հետ կերել ու խմել է նրա հարություն առնելուց ետքը, եւ ինք պատվիրեց մեզի, որ ժողովրդին քարոզենք ու վկայություն տանք, թե անիկա Աստված մեզ սահմանված կենտարներուն ու մերեներուն դատավորը, եւ անոնք կվկայեն բոլոր մարդկաներները, թե ամեն իրեն հավատացողները իր անունով մեղքերի թողություն պիտի գտնեն։ Տեսակ եղբայրներ քույրեր, հենց այն պահին, երբ որ ներկայացնում է Տեր Հիսուսի հարությունը եւ Քրիստոսի անունով մեղքերի թողությունը, կատարվում է մի մեծագույն հրաշք, հրաշքներից ամենամեծագույններից մեկը եղբայրներ քույրեր։ Երկնքից Սուրբ Հոգին իջնում է, ինչպես այսօր մենք մեր կարիքը հայտնեցինք Աստծուն երկելով Սուրբ Հոգու վերաբերյալ, իջնում է Սուրբ Հոգու պարգևը նաև այդ մարդկանց վրա։ Այն ժամին, երբ որ սկսեցին հավատալ, որ իրանց համար խաչված Հիսուսը հարություն արել եւ նրա այժմով քարոզում է մեղքերի թողություն եւ ապաշխարություն, ինչպես նաև փրկություն, այդ պահին, երբ որ իրանք խոնարհեցրեցին եղբայրներ քույրեր, իրանց գլուխները Աստծո շնորհքի առջև կոդրված ընկան Աստծո առջև, այդ ժամանակ Աստծո կյանքի պսակը Սուրբ Հոգիով տրվեց նրանց գլխի վրա, ու երբ որ նրանք ցանկություն հայտնեցին, ծարավություն զգացին Աստծո ներկայությամբ, Աստծո ճշմարտության, այդ ժամանակ ճշմարտության Հոգին լցվեց նրանց մեջ եղբայրներ քույրեր, եւ նրանք կյանքի զորությունը ստացան եւ սկսեցին օտար լեզուներով խոսել։ Օրհնյալ լինի Տերը,
եւ Աստծո անունը հավիտյանը փառավորվի սերներ, որտեղ Աստված մեզ բոլորի սիրում է եւ մեզ ամեն մեկից կանչում է այդ նույն ճանապարհով, ասելով եկ իմ հետևից։ Ինչ ասեց հայտնության այդ մարգարության մեջ, ասավ հետեւյալը. «Ըստ ինձ հայրին պիտի սես եւ ինձ հետևել են ետ պիտի շտարնաս»։ Դրա համար մեզ կանչել է Հիսուսը, չի կանչել մարդը, եւ մենք պետք է գնանք Տեր Հիսուսի հետևից։ Եվ շնորհակալություն հայտնելով, որ մեզ համար ճանապարհ է բացել իր խաչի միջոցով, իր մամնով, որ մենք կարողանանք իրան հետևել, եւ որ մենք շնորհակալ լինենք Աստծուց, որ մենք կարող ենք իր հետևից գնալ, ոչ թե մեղքի, ոչ թե մարդու, ոչ թե պղծության, ոչ թե մավան ու խավարի, այլ Աստծո հետևից, որի համար գրված է հետևյալը Ղուկասու ավետարանի այդ երկրորդ գլխի մեջ, ասում է, որով ծագող արեգակը վերը մեզ այցելության եկավ, Աստծո ողորմության համեմատ, ասում է, որով ծագող արեգակը վերը մեզ այցելության եկավ, խավարի եւ մահվան ստվերի մեջ նստողներին լույս տալու եւ մեր ոտքերը խաղաղության ճամփի մեջ շիտկելու, որ Աստծո ողորմության համեմատ, որով ծագող արեգակը վերը մեզ այցելության եկավ, խավար եւ մահվան ստվերի մեջ նստողներին լույս տալու եւ մեր ոտքերը խաղաղության ճամփի մեջ շիտկելու։ Ամեն։